Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Իրական քանի որ շատ շրջանառ է Դավիթ Խաչատրյանի անունը, եկեք իրեն էլ հարց ես ուղղեմ։ Ուզում իրական քանի участкովին չի մոտեցել։ Տեսեք, պարոն Խաչատրյան, իրական լավ էր որ մեդիայի մասն էլ խոսեցինք, իրականում կարելի է ընթացքում էլի վերադառնալ մեդիան, որովհետև շատ կարևոր ինքը մասնիկ է, մեր մանավանդ հայկական ժողովրդավարության տեսանկյունից, բայց ուզում եմ նաև հենց կուսակցություններին վերադառնանք, կոնկրետ կուսակցությունների գործունեությանը։ Տեսեք, ըստ իս իրական ժողովրդավարության ու ընդհանրապես իրական ժողովրդավարության հասնելու համար նաև պետք է սկսել հենց կուսակցական, ներկուսակցական ժողովրդավարությունից, էլի։ Տեսեք, վերջերս, չեմ հիշում քանի ժամանակ առաջ էր, բայց տեղի ունեցավ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության համագումարը, այնտեղ վարչությունը ընտրեցին եւ այլն, ու ընտրությունները տեղի ունենում հետեւյալ մեսեջով, նաև քարոշչությամբ, PR-ով, որ այս կուսակցությունը իրական ժողովրդավարություն ունի իր ներսում, հետաբար հենց ինքն է որ պետք է հենց ժողովրդավարության բրենդը, որը պարոն Ավագյանն էլ նշեց, որ պետք է արտաքին լսարանին ներկայացնի ու փորձին է այսպիսի մեսեջ շատ կարևոր ներկայացնել, որ իբր իրենք միակն են, որ այսպիսին են, որ կարող են այսպիսի ընտրություններ անել, չկարծում, որ իրականում բոլոր կուսակցությունները, թե իշխանականը, թե ընդհանրապես բոլոր առկա կուսակցությունները Հայաստանում իսկապես բավական անձնակենտրոն են եւ միգուցե թերի են հենց ներկուսակցական դեմոկրատիայի տեսանկյունից։ Հայաստանյան բոլոր կուսակցությունները անձնակենտրոն են։ Երևի բացառությամբ 1-2-ին ներառյալ մեր կուսակցությունը։ Ես գիտեք ինչ որ պայից փորձում եմ հասկանալ սա հայաստանյան տրենդ է, թե դա այդպես է։ ԱՄՆ-ում այդպես չի, բայց Ֆրանսիայում այդպես է։ Ֆրանսիայում որ նախագահան, որ անձը գործիչը ընտրվում է նախագահ, ունի կամ հիմնադրում է կուսակցություն, որը ձևավորվում է իր նախագահ դառնալու բերումով, վերանում է իր նախագահի պաշտոնից հեռանալու պահին։ Դա այդպես է, շատ տեղ է այդպես, կցանկանայինք, որ այդպես չլիներ, բայց ցավոք սրտի, հատկապես փոքր երկրներում, ինչպիսին Հայաստանն է, քաղաքական այսպես վառ դերակատարները, որոնք կարող են լինել ուժի առաջնորդ, քիչ են, ռեսուրսները սահմանափակ են եւ հետեւաբար նոր դերակատարներ անընդհատ չի գործունվում են, դրա համար այդ առումով նրանք դառնում են անձնակենտրոն եւ դրա մեջ է մտնում նաեւ քաղաքապայմանագիրը, բայց քանի որ դուք հիշատակեցիք համագումարը քաղաքապայմանագրի, ես մի նրբություն եմ օրինակ ուզում ասել, որ ելի երևում է թե ինչքանով մեր իրավապահ համակարգը հետեւողական եւ անաչառ ուժերի նկատմամբ քաղաքապայմանագրի համագումարը եթե ուսումնասիրենք կուսակցությունների մասին օրենքի խախտումներով է եղել։ Օրինակ ասվում է, որ վարչության անդամները ըստ կուսակցությունների մասին օրենքի պետք է ընտրվեն եւ մարմինները ընտրվեն պատվիրակների քվեարկությունների մեծամասնությամբ։ Քաղաքապայմանագրի վարչության քվեարկությունը երբ ուսումնասիրում ես, տեսնում ես, որ ընդամենը 12 հոգի է, որ ստացել է մեծամասնությունը, եւ հետագայում նաեւ չի եղել քվեարկություն, որ համագումարը հաստատի ամբողջական կազմը։ Կուսակցությունների մասին օրենք այս իմաստով խախտվել է։ Ես կասկած անգամ չունեմ, եթե որևէ այլ կուսակցության դեպքում լիներ նման բան, արդարադատության նախարարությունը ստիպելու էր կամ ներողություն, արդարադատության նախարարության առընթեր պետրեգիստրի կոմիտեն ստիպելու էր գնալ նորից անել համագումար, ինչպես բազմաթիվ անգամներ եղել է, բայց հələ փորձեք քաղաքացիական պայմանագրին ասեք, որ դուք ստիպված եք նորից համագումար անել, Փաշինյանն էլ մի հատ էլ 4-րդ հանրապետության փոխարեն 5-րդ հռչակի, դե նոր համագումարը մի նոր բան պետք է ասի։ Այստեղ ակնհայտ երևում է, որ վերաբերմունքը անկողմնակալ չի կուսակցությունների նկատմամբ։